Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Երիցի անունքո, եկեղեցի արքայություն քո, Երիցի գանքո, որպես հերգինս եւ ներդրի, ըսած մեր հանրապետություն, դուր մեզ այսօր, եւ ով մեզ զբաղեցնե, որպես եւ մենք կողմուկ մերոց պատաբանած, եւ մի դառնուս մեզ փորձություն, այլ իրգյաց մեզ իջարել, զիգոյ է արքայություն եւ զորություն եւ բար հավիդյանս հավդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպանիս օրեր եւ խոսեր եւ գործեր, առաջի քո ամենայն ժամ, իջար օրհնոց, իբանից եւ գործոց, փրկյացիս եւ ողորմյալ պարածոց եւ ինձ հասմամերիս, ամեն։ Գահավատան ամենասուրբ երրորդության, Հորը, Որդիի եւ Սուրբ Ոգիի, գահավատան կապիրերի ծերան ավերումի, Քրիստոսի ծնունդին, մգրտության, չարչարաններում, խաչելիքյան, երեկորյա տարուդին, հարության, աստվածապես համբարանում և որ աչագողը նստերում, և արել ու պարավոր, երկրորդ կալուստի, գնդունի և գահական, ամեն։ Հրամեցեք։ Սիրելներ, աշխարհի մեջ անթիվ թադավորներ կան։ Թադավորները ուխտ կնեն, որ անաչար գերբով պետք է թադը լուծել այս աշխարհի մեջ։ Բայց հարցում, քանի թադավորներ կան ամբողջ աշխարհի մեջ, որոնք արդար ճշմարիտ թադ կտեսնեն։ Եկեք այսպես ասենք, որ գոնե թերևս մեկ ցերկի վրա հաշվող թադավորներ կան։ Թերևս։ Որովհետև Սուրբ Գիրքը մնայուն գերբով թադավորներուն գսե արդար թադեցեք դուք ով թադավորներ եւ հակառակը հարցումով կսկսի արդար գտադեք դուք ով թադավորներ Աստուծո մե վաղցեք բայց սիրելիներ երկրի վրա տեսեք թադերը գրնան միշտ շեղի թադերը գրնան միշտ ձրի որովհետև թադավորները մարդեն եւ շատ հեշտ է զիրենք ինչնելը գաշարելը բզդիկ թադավորին բզդիկ գաշարկով կգաշարես մեծ թադավորներուն մեծ գաշարկով մեծ պետություններ, ինչպես օրինակ սիրելներ, ազերիները վարպետ են գաշարկի մեջը, հրյաները վարպետ են գաշարկի մեջը, հրյաները սիրելներ ամբողջ բաղության ընթացքին գաշարած են միշտ։ Հիշեցեք, երբ որ Հիսուս հարություն արավ եւ քացին զինվորները, ռոմեացի զինվորները եւ պատմեցին, որ իրենց աչքով տեսան, որ Հիսուս հարություն արած է, ինչ կսես Սուրբ Գիրքը, ինչ են հրյա ղեկավարները։ Դրամ գաշարեցին, դրամ դվին զինվորներուն ասին, որ դուք եւ որ ցեզի մարդիկ հարցնեն, որ ինչ եղավ, դուք ասեք, որ մենք քունի մեջ անցած էինք, աշակերտները եկան եւ կողցան զինք գիշերով։ Բայց անցյալին սիրելիներ, եթե բահակներու ցերկեն, եթե փանդարգյալը փախչեր, փանդարգյալին դերը ովքեր կսպանվեին, բահակները, ադորամար հրյա ղեկավարները ինչ կսեն, կսեն, որ եթե Գարավարիչը պամսե մի մտահոգվի մենք հարց գլուծենք, ինչով, գաշարկով, հետևաբար սիրելներ շատ են աշխարհի մեջ, նույնիսկ պետություններ, որոնք գաշարկ փոխանցելով ամբողջ բաղությունը գայլափոխեն, ինչպես ասի այսօր ազերիներն են, թուրքերն են, եւ սիրելիներ սակայն գա թադավորը, որ չի գաշարվի Գաթադավորը, որ անգաշար է, անաչար է, անիգա Իսուս Քրիստոսն է։ Չկա սիրելներ ոյը մեկը, որ կարողանա գաշարել զինք։ Ինչով պիտի գաշարե Իսուսը։ Մարդ ինչով կրնա գաշարել։ Տրամով, արծաթով, ոսկիով, ադամանդով, ինչով։ Ամեն ինչ Աստված, ամեն ինչ դերը ինքը ստեղծած է այս աշխարհի մեջ։ Չկա բանը։ Հարցում ցեզի, ասկարաչ հարցուցած եմ, տեսնեմ որ որքան ցերիկ կպահացեք։ Գա բանը որ Աստված դերը չի կրնարնել այս աշխարհի մեջ։ Գա։ Այո, գա։ Ասկարաչ ցած եմ ցեզի։ Աստված սուտ կրնա խոսի։
Ոչ չի գրնա Աստված սուտ խոսի։ Աստված գրնա գաշարվի։ Ոչ, Աստված չի գրնա գաշարվի։ Աստված գրնա, դեր Հիսուս Քրիստոս գրնա, թադը ծրել։ Ոչ, չի գրնա։ Հետևաբար սիրելիներ գտեսնեք, որ ինչ որ շղթական է այդ խոսքով, ինչ որ մեղք է, դերը չի գրնարնել, որովհետև դեր ինք արդարն է, սրբությունն է, կատարյալն է, անոր թիմացն է, որ կգտնվի ով, անարդարը, սուդը, գեղձիկը, սդության հայրը, որ ով է սատանան։ Հետևաբար անոր գաշար կարդ է թադավորնը, անոր սիրելիներ բծություն գնե, չարություն գնե, իրականության մեջ որու զավագը գտարնա, Աստուծո զավագը, ոչ, այլ սատանային զավագը։ Եվ հիշեցեք, Հիսուս ադորամար հրյակ ղեկավարներուն ինչը սա, Հովանու Ավետարանի 8-րդ գլխու 44-րդ համարի մեջ, դարձավ եւ ասավ. Թուք ծեր հոր հուտ գավեցն Հիսուս սատանային զավակներն են։ Ինչ կսեին իրենք, մենք որու զավակներն էինք, հրյաներ ինչ կսեին, մենք Աբրահամի զավակներն ենք, մենք Աստուծո զավակներն ենք, բայց Հիսուս գուքա հստակացնելու որ ոչ թե իրենք Աստուծո զավակներ են, ոչ թե Աբրահամի զավակներ են, որտեղ եթե Աբրահամի զավակը լայի, Աբրահամի պես պիտի ընդունեին դերը, ինչպես Աբրահամը ընդունեց Հիսուսը։ Ուրեմն դուք ձեր հոր սատանային զավակներն եք եւ անոր ցանկությունները կատարել ուզեք, որովհետեւ զավակն իր հորը ցանկությունը կկատարի։ Եթե մենք Աստուծո զավակ ենք, ուրեմն մենք որու ցանկությունը ուզենք կատարել։ Այլ Աստուծո։ Իսկ երրորդը։ Իսկ Հիսուս դուք ձեր հորը սատանային ցանկությունները ուզեք կատարել։ Անիկա սկիզբեն մարդասպան էր եւ ճշմարտության գողնագի չէ եղած խնավ, որովհետեւ անոր մեջ ճշմարտություն չկա։ Երբ սուտ կխոսի, իր նկարակիրը ցույց կտա, քանի որ սդախոս մնե եւ սուդին հայրը։ Ով է սուդի հայրը? Սատանան։ Հիսուս ինչ ասավ? Ես եմ ճշմարտությունը։ Ճշմարտության հայրը ով է? Հիսուս։ Շատ բան։ Սիրելիներ, այսօր պիտի խոսենք, թե ինչպես Աստված որպես հատավոր, մարդոց անարդար, անզիղջ, Աստուծո հանդեպ հավատք, վստահություն չունեցող եւ դարձի չեղող մարդոց պիտի խմցնե իր փառության քինին։ Սուքերի մեջ հաջող կխոսի սիրելիներ, որ Աստուծո փաժակը որդեցավ։ Մենք ալսեք չէ մեր խոսակցության մեջ, ան փաժակը որդեցավ։ Այսինքն ինչ նշանակա փաժակը որդեցավ, ալ համբերությունը սպարեցավ, հատեցավ, վերջացավ։ Համաձայն եք, ուրեմն Աստված ալ սիրելիներ իր փառության փաժակն ունի։ Աստված շատ կհամբերե, Աստծո համբերանքը սիրելիներ չափ սահման չունի։ Ադորամար մենք Աստված կգոչենք շատ գեղեցիկ հայերեն բառ է, երգայնամիտ, փազումողոր, երգայնամիտ կնշանակե շատ համբերող Աստված ունենք մենք։ Բայց Աստուծո համբերությունը գաստի դերմը սահմանը, որ այլևս չափը գանցնի մարդոց արածին եւ Աստուծո փառություն ինչ կլա գորթի դուրս կտապի բաժակը։ Եկեք միասին ընթերցենք սիրելիներ Ասաֆի ժողովածուեն, Ասաֆը Սաղմոս գրողները մեկ եղած է, ուր գխոսի Աստուծո արդար թադավոր լավու մասին եւ ցույց կտա թե ինչ պիտի լան մեղավորները, ինչ պիտի լան արդարները։ Այսօրվա նույնին հետ կապում, ընթերցենք միասին։ Քողություն կհայտնենք քեզի, ով Աստված, քողություն կհայտնենք քեզի, կհրճագենք քո անունդ եւ կպատնենք ըսկանչելի գործերը։ Եվ որ որոշած ժամանակս կա, ես արտարությամբ պիտի տադեմ գսի Աստված։ Երբ աշխարհը եւ անոր բնակիչները սասանին, ես հաստատում պիտի պահեմ երկրի հիմերը, սրաբարձներուն գսեմ, գփավե բարձենակ, ամբարիշներուն գսեմ, գփավե հբարտանակ, թատրեցուցեք ձեր ամբարտավանությունը, քորոզությամբ մի խոսի, արդարև Թադաստանը ոչ արևելքեն գուկա, ոչ արևմուտքեն, ոչ հարավեն, ոչ հյուսիսեն, այլ Աստված է հատավորը, որ մեկը կխոնարեցնե ու մյուսը կբարձրացնե, որովհետև Տիրոջ ցերկին բաժակ մգա, փառության փունդ քինիով լեցուն, այդ բաժակեն խմել գուտա երկրի բոլոր ամբարիշներուն, որոնք զայն պիտի կամեն
իր մրուրով միասին։ Կալով ինձի ես հավիդյան պիտի ծնծամ, երկով պիտի ներկողեմ մեր հայրենուն Աստվածը, ամբարիշները իրենց ամբողջ հպարտությամբ պիտի խորտակվին, մինչ արտարները զորութենե զորություն պիտի հարցրանան։ Ամեն։ Արտարները զորութենե զորություն պիտի հարցրանան։ Սիրելի քույրեր եղբայրներ, ասիկա մեզի համար մեծ հույս է։ Չգարցեք, որ մենք դգար ենք այս աշխարհի մեջ։ Եվ երբեք ցերպերնեն չելի այս խոսքը, որ ես դգար եմ, ինչ կրնամնել։ Թուն եթե Քրիստոսի հավատացող ես, թուն զորութենե զորություն պիտի հարցնաս, մինչև որ Տերը քեզ հասնի ուր երկին։ Հետևաբար, մենք սիրելներ, կարող է որ ֆիզիկապես դգարենք, բայց Քրիստոսի հավատացողը ամեն օր Տիրոջ հետ հարաբերության մեջ եղողը ամենեն զորավոր է։ Եվ անիկա օր կզորանա։ Հիշեցեք, գայսներ սիրելիներ գնստեին վերը ամֆիթեատրի մեջը եւ վերեն ցերկերին մադերին վար գնեին եւ վեր գնեին, որովհետեւ թադրապեմի մեջ եղող քրիստոնյաները սպաննվեին գանգոև մեկը։ Եվ սիրելիներ տեսեք, եթե այդ առյուծներեն մեկը թեպի գայսը հարցագեր, ինչ կլար գայսը վախեն։ Գայսը վախեն չեմ գիտեր ինչ կներ, բայց դուք երևակայեցեք ինչ կներ։ Մինչդեռ սիրելիներ կանայք, երեխաներ, բարձ մարդիկ այդտեղ կանգնած Աստուծո անունը փառաբանեցին, հոշոտվեցան, բայց չմեռան, այլ անոնք նույնիսկ երբ երկին բարձրացուցին աչքերը ինչ տեսան, հրեշտակները իրենց ցերկը բռնած ինչ, փառած բսակը, որ կսպասեն, որ նահատակվին եւ իրենց վրա հնչեցին։ Հետևաբար Տիրոջ վստահողները զորութենե զորություն պիտի հարցնեն։ Հիսուս միայն ամեն բան է։ Ճիշտ է։ Հիսուսի վստահողը ամոթով չի մնա։ Իսկ անոնք, որոնք այս կյանքի մեջ կուքան, առանց հավատքի կմնան, անոնք է որ հավիտենապես պիտի գործեն։ Եկեք երգենք այս սքանչելի հոգևոր երգը։ Հիսուս միայն ամեն բան է, ալֆան և օմեգան է, առաջինը ու վերջինը, իմ կյանքիս
երկը, երբ հանգարց հասնի օր հարության, որ իրար կանցնին աշխարհ համայն։ Ինչու իրար կանցնին աշխարհ համայն։ Որովհետև սիրելիներ, անոնք, որոնք չէին հավատացած, որ իրական է հավիտենական կյանքը, չէին հավատացած, որ Հիսուս իրական է, այդ ծաղրած էին հավատացյալները, ծաղրած էին հավատքը եկեղեցին, ահա իրարու պիտի անցնի։ Եվ այդ ժամանակ սիրելիներ, գիտեք ինչ պիտի լա։ Մենք կարդացինք 6-րդ գլխու մեջ, այդ ժամանակ կսե 6-րդ գլխու Հայտնությունը վանու 15-ին, գարտա մինչև 17-ը, երկրի թագավորները, իշխանները, հրամանատարները, հարուստները, զորավոր մարդիկը եւ ծառատի ազատ բոլորը բահվեցան քարայրերու եւ ժայռերու մեջ։ Անոնք գսեին լերներուն եւ ժայռերուն, մեր վրա ինգեք ու ծածկեցեք մեզ, անոր աչքեն, անոր որ քահի վրա կնստի, ազատեցեք մեզ քարդուկին փարգուտենեն, որովհետեւ անոր փարգության ահավոր օրը եկավ եւ ով գրնա անոր արչեւ թիմանա։ Ահա այդ օրը սիրելիներ անհավատներուն համար ինչ օր է, իրար անցումի օր է, Աստուծո փառության օր է, մինչդեռ մեզի համար ինչ օր է։ Կարդացեք առաջին Թեսաղոնիկեցիներուն նամակի 5-րդ գլուխը, գսե որ այդ օրը մեզի համար քողի մեզ պիտի չկա, որովհետև մենք ինչ կնենք, հավատացյալը, այո, ակնկալույց կսպասե, ինչպես որ սիրելիներ զավակը իր հորը կամուստին, իր մորը կամուստին կսպասե, ագնտեր կսպասե։ Ադորամար մեզի համար այդ օրը անագգալի օր պիտի չլա, այդ օրը սպասման գադարումին օրը պիտի լա։ Համաձայն եք, եկեք այս հավատքով երկենք այս երգը։ Երբ հանգարց հասնի օրը
հարերով ներկայացի, բացառիկ երգն է սիրելիներ։ Հաջորդ եւ վերջին երգը այսօրվա մեր հոգեվոր երգը Հիսուս սիրելի։ Ով իմ Հիսուս, քեզ կսիրեմ, սրտիս հոգույն են խորեն, քեզ չեմ թողոր մինչև հիմա բռնեցել քեզ ով արդար։ Սիրելիներ, խնդրենք Տիրոջն, որ ինք միշտ մեր ցերկեն բռնե։ Միշտ ինք մեր ցերկեն բռնե։ Պատմած եմ ձեզի հետևյալ պատմությունը, բայց նորեն պատմեմ, որտեղ հոգևոր այրը սկսե, որ գրքությունը գիտության մայրն է, ավելի կտպավորվի մարդու մեջ։ Ուրեմն օրը հայրը իր որդին հետ լեր կպարսնա։ Եվ երբ լեր կպարսնա սիրելիներ, մեկ լերեն թիմացի լերը բիացնին, հսկա անտունդ մգա, հսկա պսոր մգա, մեջտեղը բարան է, գամուրջ մգա։ Հայրը իր որդին գսե, դղաս գսե, ցերքես բռնե, որբեսի բարանին վրայեն, գամուրջին վրայեն անցած ժամանակ հանգարց եթե վարնայիս գլուխը չդառնա եւ չինաս չմեռնիս, ամուր բռնե ցերքես։ Երեխան հերույը մեկ հատ ներքև գնայի, կտեսնի խորունկ, անտունդ է, ծոր է։ Եվ արդեն կսկսին ոտքերը թող տղալ, սիրտը դրոփել, բաբային կդառնա գսե հայրիկ, տուն իմ ցերքես բռնե։ Բաբան հայրիկը գսե, դղաս, ինչ տարբերություն ես քո ցերքեդ բռնեմ կամ տուն իմ ցերքես բռնես։ Կարծեք թե երեխան ավելի խելացի։ Գսե որ հայրիկ գսե, եթե ես քո ցերքեդ բռնեմ, վստահաբար վախես ցերքս կտուրնա եւ գթողեմ քո ցերքդ եւ գինամ։ Բայց եթե դու իմ ցերքես բռնես, ինչ ալ բադահի, դու երբեք չես սկել ցերքես։ Ճիշտ է։ Այո։ Աստված այդպիսին է սիրել։ Շատ հեշտ է հանկիստ ժամանակներու մեջ Աստծո ասել որ Աստված ովա ես քո ցերքեդ կբռնեմ։ Գիտեք միշտ երեխաները կյանքի մեջ ինչ են, եւ որ դու իր ցերքեն կբռնես, երեխան ցերքեդ այդպես կթոթվի որբեսի իրեն ազատ թողես, որ ինքը ազատ լինի։ Երբեմն ծնողներ գտողեն, երեխան անգարց կետին գինան, ամու կսկսի պարսացնել, մաման ինչ կսե, ես քեզ ցերքես չթողես։ Աստված բաբան սիրելիներ, եւ որ տեսնեմ որ մենք շատ անհալտար ենք, ուզենք իր ցերքեն ազատի, երբեմն գտողնի Աստված բաբան, որբեսի ինչն է մեզի, ոչ թե որբեսի բաճե, որբեսի մեր խելքը գլուխը բերե, որ առանց իմ բռնելուս ինչ կլակտու, կգործվի։ Ադորամար սիրելիներ, միշտ ամեն օր որ գաղութեք, ասեք, դեր կխնդրեմ, ցերքես բռնեմ, դեր կխնդրեմ, ամուսնիս ցերքեն բռնեմ, գնոջս ցերքեն բռնեմ, զավգիս ցերքեն բռնեմ, դեր, թորնիկիս ցերքեն բռնեմ, մոլորած են դեր Հիսուս, եղբայրս, քույրս, սավագս, հարազատս, ասկս մոլորած է, թուն բռնե ցերքեր, դեր, եւ առաջնորդ է, որտեղ եթե դու չբռնես, կգործվի։ Երկենք սիրում, հավատքով երկենք։ Ով իմ Հիսուս, քեզ կսիրեմ, սրտիս հոգույս են խորեն, քեզ չեմ թողոր մինչև հիմա, բռնեցել քեզ ով
սրդանց, ոչ թե այդպես մագերեսային, այլ սրդանց սիրենք դերը և երբեք չլքենք զինք և խնդրենք, որ միշտ մեր ցերկեն բնենք։ Եկեք միասին նախ փառք տանք Աստծո և ասենք. Փառք քեզ Աստված, փառք քեզ, աղաքս ամենայնի դեր, փառք քեզ, նորեն, փառք քեզ Աստված, փառք քեզ, աղաքս ամենայնի դեր, փառք քեզ, սրտի խորերեն ասենք, նորեն, փառք քեզ Աստված, փառք քեզ, աղաքս ամենայնի դեր, փառք քեզ։ Գողջունեմ ձեզ, սիրելի քույրեր եղբայրներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով, բարի եկածեք բոլորդ, բարի եկածեն բոլոր անոնք, որոնք տարիները ի վեր ներկա են այս սուրբ Քրոջ սերտողության, եւ բարի եկածեն բոլոր անոնք, որոնք վերադարձած են կամ առաջին անգամն են, որ եկած են։ Տեսնենք ովքեր առաջին անգամ եկած են։ Հաջող բարի կալուստ քեզի, անմիշիկ աղջիկ մգրեսնեմ, որ այստեղ երդասարտուի, ինչ անունը։ Մայա, Մարի, ինչքայացի անուն աստվածավոր, բարի եկած սարճիգս, Քրիստին բարի եկակ, բարև, ուրիշ ով եկած է առաջին անգամ նոր, գամ վերադարձած է ետ, ամենքդ, չէ, շատ բարի։ Բարի եկած եք սիրելի քույրեր եղբայրներ և պյուր ողջուններ, համացանցով հետևով մեր քույրերուն եղբայրներուն աշխարհով մեկ դարածված։ Մենք սիրելիներ կսերդենք հայտնություն ովանու գիրքը, Սկսած էինք սերդել 14-րդ գլխու, ուրեմն 6-րդ համարերը սկսյալ, անցնող շաբաթներում սերդեցինք մինչև 8-րդ համարը 6, 7, 8-ը, տեսանք թե ինչպես 3 հրեշտակներ ետևի իրարու պիտի հաջորդեին և աշխարհին ինչ պիտի ավետեին, Աստուծո կողմեն վերջին աստարարություն և ավետից։ Աստարարություն, որ եթե շարունակեք այս վիճակի մեջ մնալ, դժբախտաբար ահա վերջացավ, ժամանակը վերջացավ եւ պիտի գործվի, եւ ավետիս, որ եթե ապաշխարեք, եթե դառնաք, վերջին արիտն է հավասիկ ապաշխարելու, դառնալու դիրոջ եւ բրգվելու։ Հետևաբար առաջին հրեշտակը բարձրացային ինչը սա, վաղցեք Աստծո, փառք տվեք անոր, որովհետև հասավ ժամանակը, որ անիկա պիտի թադե մարդկությունը։ Երկրպագեցեք անոր, որովհետև անիկա է արարիչը երկինքի, երկրի, ծովու և բոլոր աղբյուրներում։ Երկրորդ հրեշտակը եկավ, տեսան անցնող շաբաթ, եւ ասավ. մեծ Բաբելոնը ինգավ մեծ Բաբելոնը։ Եվ բացատրեցի ձեզ սիրելիներ, որ Բաբելոնը այսօր ինչն է, այն աշխարհն է, այն համագարկն է, որ Աստուծո թեմ է։ Եվ որքանալ այսօր սիրելիներ աշխարհի մեջ լան համագարկ, որ Աստուծո թեմը լան, սակայն եւ որքանալ զորավորը լան, անոնք ինչ մի լան, պիտի գործանին։ Քանի որ առաջ Ամերիկայի մեջ Միացյալ Ազգերու գազագերբության մեջ United Nations ինչ կար, համաշխարհային ժողով կար։ Աշխարհի բոլոր նախագահները, վարչապետները, ղեկավարները, պատասխանատուները հավաքված էին, ամեն մեկը սիրելիներ իր գարձեք դելեգատիվը ներկայացուց, ես կանի հոգին դիտեցի, կարևոր է ինձ համար դիտել, որովհետև սիրելիներ միշտ ասած եմ ցեզի, եւ աշխարհի ղեկավարները կողքովի գավակվին, ավելի պետք է վախնալ, որովհետև խաղաղության մասին խոսին, սակայն պատերազմ կնեն։ Եվ իսկապես սիրելիներ, ինչ որ ցեզի խոսած էի, ինչ որ նաև եկեղեցու այրերը մեզ ասած են, ինչ որ Սուրբ Հոգին մեզ սխալ չի կրնալու, խոսեցան այնտեղ խաղաղության մասին, բայց սիրելիներ, եկեք դուք ինձ ասեք, ինչ խաղաղություն առանց Քրիստոսի, ինչ խաղաղություն առանց խաղաղության իշխանի, խաղաղություն կա աշխարհի մեջ, չկա, ընդհակառակը Իլհամ Ալիևի Ադրբեջանի նախագահային խոսքերը լսեցի, ինչ հպարտությամբ, ինչ սինիկ ծաղրանքով գխոսեր, թե ինքը հաղթանակ տարավ պատերազմի մեջ, թե ինչպես հաղթեց հայ թշնամիներուն եւ այլն, եւ դակավին սիրելիներ երեք իրենք գանջագս էր, մեր քանցագի մեջը, որ պատմական հայրենիքի հող եղած է, գանջայի մեջ, քանցագի մեջը իրենք սիրելիներ ազերիները հսկա ուրեմն բաներին, խաղերու բացումներին և այնտեղ ուրեմն մարդերով կծեցին 44, որ 44 օրվա պատերազմն է,
հայտարարելով, որ թշնամի հայրուն հաղթեցին եւ ահավասիկ ազատ Ադրբեջանի մեջ իրենց հաղթանակն է որ գտոնեն։ Եվ մեր խեղճ ղեկավարները գուրախանան, որ կամ գխապին, որ խաղաղություն պիտի հաստատե արյունարբուն, իսկ մայրերը սարած, քարացած, թամփարաններու թիմած իրենց շրթները իրենց զավակներուն, պատկերներուն վրա են ուշ չեն անել եւ հիմա պիտի կան ազերիներ մեր հայրենիքի մեջ ու պիտի կան թքեն երապլունին վրա, որ հայրենի որ ասկի թավաջան եղած են։ Եվ ահա սիրելիներ բղծությունը նայեցեք, սուդական, արհեստական խաղաղությունները, որ գործեն աշխարհի վրա բերեն։ Հիմա հայտարարվեցավ, որ Գազայի մեջ խաղաղություն պիտի լայ եւ այլն, բայց այսօր իսկ Նաթանյահու մտիկնեի գսեր որ սիրելիներ, որ Թրամփի ներկայության, որ դուք մեզի գուզեք, որ Գազայի մեջ խաղաղություն բերենք, վերջին արիթ ու մտանք, բայց կսենք ցեզի վերջին արիտով, եթե հանգարց ովևէ մեկ գաբարմը ելե մեջտեղ եւ եթե հանգարց Համասը մեջտեղ ելե, մենք առանց աշխարհին հարցնու, մենք մեր ցերկով գմակնենք եւ կվերջացնենք, այլևս ոչ ոք մեզի գրնականգնեցնել եւ այլն։ Սիրելիներ, իրենց հոխորտանքները, իրենց հբարտությունները, բայց նորեն գսեն, այս բոլորը ցույց կտան պատրաստություն, այս բոլորը պատրաստությունն են, որու կալուստին Ների կալուստին, որտեղ ները սիրելներ պիտի կա այսպիսի հոխորտանքներով, այսպիսի խոստումներով խաղաղություն պիտի բերեմ, խաղաղություն պիտի բերեմ, եւ սակայն ամեն ազգերը իր ցերկին դակ իր իշխանության դակ ардենեն վերջ իր ակրաները ցույց կտան։ Գիտեք, ժողովրդական առանցքը կա, գսվի որ երբ որ արույցին ակրանները տեսնես հերույեն, մի կարծեր որ արույցը կժպտա, որտեղ ադակրաններուն յետի ինչ կա, իր գադաղությունը կա, իր քազանությունը կա։ Հիմա նույն ցեվով սիրելիներ այսօր աշխարհի ղեկավարները գժբդան, բայց այդ ժպիտին հետև ինչ կա, բղծություն կա, այդ չարտիդում կա, չարտիդավորություն կա։ Եվ այս բոլորը սակայն սիրելիներ հավատացյալներուն չեն վախցներ, ոչ այլ մուսադեցներ, ընդհակառակը այս բոլորը հավատացյալները պետք է իմանան, որովհետև վերջի վերջո պիտի ինա, պիտի գործանի այդ համագարկը, որ Աստծո թեմ է։ Եվ նաև անոր հետ պիտի գործանին ովքեր բոլոր անոնք, որոնք անոր բորոմության բաժակեն խմեցին։ Ասիկա անցնող շաբաթ սերդեցին։ Այսօր սիրելիներ պիտի սկսենք սերդել, 3 համարներ պիտի սերդենք, 8, 9 եւ 9, 9, 10 եւ 11 համարները, պիտի տեսնենք երրորդ ռեշտագը երկինքեն, որ կհայտնվի ինչ գսե։ Եկեք սկսենք սերդողության նախ 9-րդ համարը գարտանք եւ բացատրեմ ձեզ։ Երորդ հրեշտակ մնալ գհետևեր անոնց, և բարձրացայն գսեր, ով որ երգրբակե կազանին և անոր արցանին, գամ ով որ անոր թրոշ մգարն է իր ճագադին գամ ծերքին վրա, հետևանքը սիրելներ վերջ վիդի դեսնենք, 10-րդ համարի մա բեք չունին ետ նայում, հետևանքը աստուծո տադաբարտությունը վիդլա, բայց նախ եկեք բացատրեմ այս 9-րդ համարը։ Տեսեք, մենք եմ որ 10-րդ գլուխը գսերդեինք, այնտեղ տեսանք, որ սուտ մարգարեն աստարարեց բոլոր ազգերուն, բոլոր ժողովուրդներուն, որ երգրբակեն և բաշտեն որու ներին, կազանին, առաջին կազանին, երգրբակեն անոր բատկերին, արցանին և նաև սիրելիներ մահ աստարարեց, սպանություն աստարարեց բոլոր անոնց, որոնք չեն են դարգվի ներին։ Եվ այդ ժամանակ ները ինչ հրա, մարդոց ճակատներու վրա և աչ ծերքին վրա իր գնիկը տրա, իր անվան թիվը տրա։ Եվ ինչը սա, ով որ իմ գնիկս իր վրա չարներ, չի գրնար այս կյանքի մեջ ինչն է, ար և դուրն է, վաճարականություն է, այդ խոսքով չի գրնար ապրիլ։ Եթե գուզես այս աշխարհի մեջ ապրիլ, եթե գուզես սովահար չլալ, եթե գուզես ընտանիքի զավակներուդ գնոջդ ջաշ տանիլ, եթե գուզես թեղորայք ունենալ, պետք է ինչ ունես, երգրբակես ինձ։ Սիրելի քույրեր եղբայրներ, մենք կգարձենք, որ այս օրերը հիմա դժվարին օրեր է, այս օրերը թե ինչպես ժողովուրդը գսե խեր ու բարակատ է։ Այս օրերը թե շատ լավ է սիրելիներ փախտադած անցյալին, որ քրիստոնյաները ապրեցան առաջին տարում և մանավանդ քալիքին
Քալիքին որ հերու չէ։ Հերու չէ։ Որովհետև սիրելիներ ժամանակները իրենց ավարտին կհասնին։ Եվ հիշեցեք Հիսուսի խոսքը։ Աստված եթե օրերը կարծուցած չլար այս աշխարհի մեջ մարդ մի չփրկվե։ Աստված օրերը ինչ կնե։ Գգարցնե, այսինքն գարակացնե բոլոր դեպքերը, որովհետեւ շուտ-շուտը լա, որովհետեւ քրիստոնյաները սիրելներ չհուսադին, հավատացյալները չհուսադին, ճշմարիտ հավատացյալները։ Այո նեղություններ պիտի գրենք, այո դժվարություններ պիտի գրենք, անպայման սիրելներ, անպայման։ Եթե մենք այդ նեղության մեջ ըլանք, այդ նեղության ժամանակներում ըլանք, պիտի գրենք այդ բոլորը։ Բայց կարևոր չէ որ մենք ըլանք, գրնալա որ սիրելներ մեր զավակները ըլան։ Դուք հիմա այնպես պիտի պատրաստվեք, որ պատրաստեք նաև ձեր զավակները, իրենք ալ իրենց զավակները։ Որտեղ մարդ չի գիտեր որ երբ պիտի լան այդ բոլորը, բայց Դերը ասավ որ պիտի պատահի։ Եվ այդ օրերը Հիսուս ինչ գոչեց մեծ նեղության օրեր, մեծ նեղություն։ Եվ Հիսուս սա Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխի մեջ որ նույնիսկ աշխարհի սկիզբին այդպիսի նեղություն եղած չէ։ Սիրելիներ, այդ օրերում շատեր ահավոր չարչարաններում պիտի ենթարկվին։ Եվ ոմանք ալ քրիստոնյաները պիտի մարտիրոսանան։ Պիտի մարտիրոսանան։ Գիտեք որ այս երկու շաբթվա մեջ լուրերը շատ քիչ խոսին։ Ամերիկայի մեջ լսեցինք մենք Չարլի Քըրքի մասին, չէ՞, ինչպես սպանվեցավ Խերուսական 31 տարեկան։ Այդ շաբթվա մեջը սիրելիներ, գիտեք որ աշխարհի մեջը նույն շաբթվա մեջը 12 քարոզիչ սպանեցին։ 12 քարոզիչ սպանեցին եւ հարյուրավոր քրիստոնյաներ, բայց աշխարհի միդիան չխոսի։ Աշխարհը չխոսի այդ մասին։ Սայթ մգաս սիրելիներ, որոնք հետևին գգոչվի մարտիրոսներու սայթ։ Martyrs։ Այդ դերը սիրելիներ ամեն օր գտնվի որ աշխարհի մեջ ամեն անգույներում ինչ հալածանքներ դերի ունենան քրիստոնյաներու նկատմամբ։ Սիրելիներ, տեսեք, եթե 10-րդ գլխի մեջ գաստարարվեր, որ անոնք որոնք ներին սատանայի գործագիցին գնիկը իրենց վրա չառնեն, գրնանը սպանվին կամ չեն գրնար բացարձակ երբով արևդուրներ, այստեղ հրեշտակը ավելի մեծ աստարարություն գներ։ Ավելի մեծ աստարարություն։ Ինչ աստարարություն։ Ճիշտ սատանային ըրած աստարարության հագարակը։ Որտեղ սատանան գսե, ով որ իմ գնիկս չառնե, չի գրնար ապրիլ, գաստարարեմ ցեզի չի գրնար արևդուրներ, իսկ այստեղ նայեցեք հրեշտակը, երրորդ հրեշտակը, ինչ գսե։ Ով որ գերգրբակե քազանին եւ անոր արցանին, կամ ով որ անոր տրոշ մգարնի իր ջագադին կամ ցերկին վրա, Աստծո Թադաստանին պիտի ենթարկվի։ Հիմա քրիստոնյան կամ մարդը երկուսուրի մեջ է, չէ՞։ Եթե չառնե, պիտի սպանվի, եթե առնե, պիտի սպանվի։ Մարդ պետք է որոշե։ Որ մեկը ավելի կարևոր է մարդուն համար։ Մարմինը, ժամանակավոր կյանքը, հավիտենական գորուստը, թե ոչ ժամանակավոր դանչանքը, հավիտենական կյանքը։ Որ մեկն է կարևոր։ Սիրելիներ, նորեն ասեմ, նայեցեք, շատ հեշտ է հիմա եկեղեցու աթոռներու վրա նստած այս խոսքը ասելը, բայց այդ ժամանակ երբ որ հանդիպի մեզի այդ ժամը, ինչ մի լա մեր գեցվածքը։ Հիշեցեք բահմկանի մդարիներ առաջ եւ որ կորոնան եղավ։ Եվ վակցիններով մարդոց ինչ ըրին, վախցուցին ու բարդատրեցին, ինչ եղավ ձեր գեցվածքը։ Մեկա դուք մտածեք, մի պատասխանեք ինձ։ Մտածեցեք միայն, ասիկա թե սիրելիներ միայն վակցինի հարցն էր։ Եվ ինչ ըրին ամբողջ աշխարհը, ուր մնաց ներին քալուստին ժամանակ ինչեր պիտի պատահի։ Բայց որքանալ ները գաստարարեն, որ եթե չառնեք, արուդուր չեք կրնարներ, չեք կրնարաբին, հրեշտակը գսե, եթե առնեք, եթե ծեր ջագատներում վրա աչ ծերքին վրա տրոշ մարնեք, այդ ժամանակ Աստուծո ահավոր Թադաստանը պիտի կա, որ հաջորդ համարներու մեջ պիտի սերնենք։
Եվ տեսեք, հրեշտակը սիրելներ չի կար և չի պսպսար այս մասին։ Այլ նախ ինչ կսեն, այցեք։ Ուրգին կա այս հրեշտակը երկինքեն, որոդև գեհդևեր որոնց նախքին երկու հրեշտակներուն և նախքին երկու հրեշտակներ ուրգի եկան երկինքեն։ Դեսեք սիրելներ ինչպես կխոսի հրեշտակը։ Երորդ հրեշտակն ալ գեհդևեր անոնց և ըսեք մեկատ բարձրացայն գսեր, բարձրացայն, որբեսի խուլ ագանչները ինչը լան, լսեն, Հիսուս ոսկ մսա, ով որ ագանչ ունի լսելու, թող լսե, իշեցեք հայտնություն ովանու կրկին, 2 և 3 գլուխներու մեջ, ամեն մեկ եկեղեցվո ուղված Քրիստոսի խոսքեն եկ, Սուրբ Հոգին գսեր, ով որ ագանչ ունի, թող լսե թե Սուրբ Հոգին ինչ գսե այսինչ եկեղեցին։ Հիմա ամեն մարդ թող լսե, թե հրեշտակը ինչ գսե սիրելիներ, որտեղ ասկա շատ կարևոր է։ Նայեցեք, թեև մինչև վերջ իրենց քրիստոնեական հավատքի մեջ հաստատ մնացողները այս կյանքի մեջ ահավոր փորձությունները պիտի անցնեն։ Քազանին եւ անոր հետևորդներուն կողմեր խիստ ջնշումներու պիտի ենթարկվին։ Այո, ոմանք պիտի դանչվին, ոմանք պիտի չարչարվին, ոմանք սիրելներ իրենց մարմին վրա ահավոր վերքեր պիտի ստանան եւ ոմանք ալ պիտի մարտիրոսանան։ Սակայն սիրելիներ, վերջի վերջո հաղթանադողները մենք այս 14-րդ գլխունը սկիզբը տեսանք, պիտի կանգնին որու կողքին, քարմուկի կողքին, Հիսուս Քրիստոսին կողքին, մինչդեռ անոնք, որոնք քազանին գերգրվակ են, անոնք, որոնք իրենց ջակդին և իրենց տևերուն վրա անոր գնիկը գարնեն, անոնք սիրելներ Աստուծո սարսափելի, ահասարսուր Թադաստանին պիտի ենթարկվին։ Տեսեք, այսօր կյանքը գմղե, որ քրիստոնյա հավատացյալը ինչն է, լքե իր քրիստոնյական հավատքը և ապրի, ինչպես որ աշխարհը գուզե որ ապրի։ Եվ աշխարհը ինչպես կխապե մարդոց, գիտեք, գսե որ թուն ազատ ես ուզած է որ ապրելու։ Եվ այս աշխարհը օրե-օր մարդոց ինչ կնե, ինչի գմղե, ինքնասիրության, սելֆի, նույնիսկ կերախոսներն ալ չէ, գնգարվիս սելֆի առնինք միասին, սելֆ, ամենչը ես, և ասած եմ ծեզի, եթե հիմա այս խումբով, մեծ խումբով նգարվինք սիրելներ, ծեզի ծույս տամ, ցուկ վիցեք, առաջինը որու պիտի նգար, իմ նգարից պիտի նայիք, դուք ծեզի պիտի նայիք, ամեն իրեն պիտի նայիք, եթե հանգարց մեկուն քիթը ծրած է, աչկը ծրած է, բայց այս նգարը լավ չէ, նույնիսկ ամենուս նգարները լավ է։ Գավան ճիշտ ակարակ նորեն երբ որ նգարվին գիտի ամենուս պերանի քիթը ծրած է, ծեր պերանի քիթի շիդակ է, բայց այս նգարը շատ լավ է։ Ասի ճշմարտություն է, որտեղ այս աշխարհը սիրելներ գմղե մարդոց ինչ բանի, որ միայն դու քեզի մտածես, եւ ինչ է նայեցեք, այս շրջապատը, մեր շրջապատը ինչի գմղե։ Մարդուն գմղե սիրելիներ, որ այս աշխարհին հետ քայլ բահե։ Հիմա մինեղիկ սիրելի երդասարդ աղջիկներ, բայց ընդհանրապես մեծ մասը աղջիկներուն ինչ եղած են, նույն քնոնին պես, նույն ձևով ամենքը ուրած շրթունքներ եւ այլն բարեմաստություններով ամբողջը։ Այսինքն սիրելներ գնայից չես տարբերել որ ով է, դարձես որ ամենքն ալ դաս եղած զինվորներ են ամենքը։ Շրթունքները դասրած են միանոսով մեծ սվացող փոշոր։ Սիրելի քույրեր եղբայր, ինչու գնենք, որովհետեւ մոդան այսպես է, աշխարհը այդպես կտելատրե։ Որովհետեւ ցավի սիրտ մարդը առավելապար ինչի մասին կմտածե, իր մարմնի մասին կմտածե, քան թե հոգին մասին։ Մարդ ավելի աշխարհը կսիրե, քան թե Աստված։ Մարդ ավելի նյութը կսիրե, քան թե հոգևորը։ Եվ դժբախտաբար սիրելներ, մարդիկ քեզ գճապեն ինչով, ինչ հակեր ես։ Երկու օր առաջ Լիլիային հետ միասին բսագի կացեր էին։ Մեզի վերին վար գճապեին։ Մենք բարձ հակեր էին, բայց գոգիկ, շատ գեղեցիկ, բայց ինչու, որովհետև պիտի նայում, որ ցերքի բայսագը ինչ բռնած է, մարկայով է կամ առանց մարկայի է, բարի կարծո Լիլիան առանց մարկայի կհակվի։ Մեր հակվածքը ինչ է։
ամեն մարդու միտքը այս է սիրելներ, և ծավը սիրելներ օրե-օր այս հոգին նույնիսկ գծավի մսելու, հավատացյալներու մեջ կմտնե։ Ադոնամար, Հովանես Արաքյալը իր առաջին Հովանու նամակի մեջ սիրելներ, երկրորդ գլուխ, դեսեք շատ ըսկանչելի խոսք մը գսե 15-17 համարներու մեջ։ Գկարտամ Հովանես Արաքյալի խոսքը։ Մի սիրեք աշխարը, ոչ ալ աշխարային հատուկ ովևէ բան։ Ինչու գշարունակի Արաքյալը։ Ով որ աշխարը կսիրե, հոր Աստուծո հանդեպ սեր չունի իր մեջ։ Եվ շարունակությունը նայեցեք, ինչ կնշանակի աշխարը սիրեն, կբացատրե։ Որովհետև աշխարհին հատուկ բաներն են, մարմնի ցանկությունը 1, աչքին տեսածը ունենալու ցանկությունը 2, եւ երկրավոր ինչքերով հբարդանալը, որոնք հոր մենք չեն կար այս աշխարհին։ Եվ շարունակությունը, հետևանքը, Արաքյալը նայեցեք ինչ կսե։ Քիծեք սակայն, աշխարհն ալ գանցնի, աշխարհային ցանկություններն ալ, բայց Աստուծո գանքը կատարողը ինք հավիտյան կմնա։ Աշխարհը գանցնի, աշխարհային ցանկությունն ալ, բայց Աստուծո գանքը կատարողը ինք հավիտյան կմնա։ Եվ նույնը գսես սիրելներ Հակոբոս Դիարնեղբայրը։ Հակոբոս Դիարնեղբայրը իր նամակի 4-րդ գլխու 4-րդ համարի մեջ սիրելներ շատ կարևոր խոսք ունի եւ այս խոսքը անպայման անկիրը է։ Նայեցեք ինչ կսե։ Այսպես Հակոբոս Դիարնեղբայրն է իր խոսքերում մեջ շատ խիստ է։ Այսօրվան քարոզիչներուն չի նմանիր, աման ըսկուշը լամպամը չսեմ, որ չնեղանան հավատացյալները, հավատացյալ չի գործընծնեմ։ Երբ գտեսնենք երբեմն եկեղեցիներու մեջը մեր կանտամ մարդիկ կմտնեն շվարելով որ եկեղեցի եկած են կամ ավազան եկած են, լուղավազան եկած են, իրենք չեն գիտեր, երբ որ գրոնավորին ասես որ դիտողություն ունեն, ասես չէ որբեսի չխրճի եկեղեցի չկա, այլևս ինչ եկեղեցի պիտի կա ինքը։ Եկեղեցի եկած է քայքանության բաժան եղած է, բայց Արաքյալները այդպես չեն։ Սուրբ ոգի ունեցողը չի գրնալ գաբուղ թաթի գրնալ։ Սուրբ ոգի ունեցողը խիստ կլա։ Եվ տեսեք ինչ կսի Հակոբոս Դիարնեղբայրը։ Անհավատարիմ մարդիկ, խոսքը որոնց ուղ է, անհավատներուն չուղեր, հավատացյալներուն ուղ է, եւ գսի անհավատարիմ մարդիկ, չեք գիտեր, որ աշխարհին հետ բարեկամություն անել, Աստուծո թշնամություն անել կնշանակե։ Ինչ աշխարհին հետ բարեկամություն անել, Աստուծո հետ թշնամություն անել կնշանակե։ Եվ շարունակությունը լսեցեք, որովհետև ով որ գուզե աշխարհին բարեկամը լալ, ինքզինք Աստուծո թշնամի կդարձնե։ Աստուծո խոսքն է սողասիգա։ Ով որ գուզե աշխարհին բարեկամը լալ, ինքզինք Աստուծո թշնամի կդարձնե։ Ահա սիրելիներ հիմա ավելի լավ դասկնակ այս խոսքը։ Սատանան գսե, ները գսե որ իմ գնիկս պիտի առնեք, որպես ինձի է գրպակեք, ինձի ընտարգվի, հրեշտակը գսե։ Գուզես աշխարհին բարեկամը լալ, գուզես սատանային գնիկը առնել, ազատ ես, չի բարդատրվի, նայեցեք սատանան կբարդատրե, Աստված չի բարդատրե։ Աստուծո գոմեն հրեշտակը գսե, եթե գուզես առնել, լավ իմացի, եթե աշխարհին բարեկամ ես, Աստուծո թշնամի ես, եթե գուզես գնիկը առնել, գուզես փորիկ մասի մտածել, գուզես մարմինդ բրգել, գրնաս առնել։ Բայց իմացիր, եթե առնես, ով որ երկրվակի կազանին և անոր արցանին, կամ ով որ անոր տրոշ մգարնի իր ճակատին կամ սերքին վրա, հետևանք ունի, և այդ հետևանքը սակայն ժամանակավոր հետևանք է, այդ հետևանքը հավիտենական հետևանք է, հավիտենական, ճակատակրային է, մահուգենաց հարց է, Հիսուսը սա մի վախնակ անոնցն է, որոնք միայն մարմինը գրնան սպանել, բայց հոգին չեն գրնան ոչինչնել։ Այլ դուք վախցեք անգե, ով է անգեն։ Հիսուս, Աստված, վախցեք անգե, որ գրնա ետ ձեր մարմինը, ետ ձեր հոգին ուր ուղարկեն, թժող։ Հիմա, սիրելներ, բաժանումը շատ հստակ է։ Կազանին հայտնվելու ժամանակ ոչ ոք պիտի կարողանա
չեզոք թիրք բահել, ոչ ոք, գամ Քրիստոսի հետ ես, գամ սատանային հետ ես, գամ լույսին հետ ես, գամ խավարին հետ ես, գամ սիրելիներ մեղքին հետ ես, գամ արդարության հետ ես, չգա ուրիշ ջամփա, չգա, մեկը չի գնար ասել, որ ես ոչ Քրիստոսի հետ եմ, ոչ սատանային հետ եմ, եթե դու արդեն հայտարարես, որ Քրիստոսի հետ չես, եթե մեկը հայտարարի, որ ինքը արդեն Քրիստոսի չի պատկանի, Քրիստոսի չի հավատար, օտոմատիկ կերպով, ինքնաբերաբար, որու կողմն է, սատանային, որովհետև չկա ուրիշ բան։ Գամ բակ ես, գամ բաղ ես, չկա քաղց, քաղց վիճակ չկա, Աստված չի սիրել քաղց մարդիկը, գամ հավատքի մեջ դակ կլաս, գամ բաղ կլաս։ Ահա սիրելիներ, այստեղ հստակ է, որ գարելի չէ Աստուծո քթին խնդալ։ Նայեցեք, մարդ գրնա, մարդոց աչքին բարեբաշտ երևալ։ Ես գրնամ սիրելիներ ձեր աչքին սուրբի մեծ երևալ։ Դու գսեք, որ վայ, այս հայր բարտելը սուրբի նման է։ Բայց Աստված գիտե իմ ինչս, իմ ամբողջ կյանքս, իմ ողնուծուցս։ Ես գրնամ խապել ձեզ, բայց չեմ գրնար խապել իմ անձս, չեմ գրնար խապել Աստված, չեմ գրնար։ Դժբախտաբար սիրելիներ, շատ է թիվը այն հավատացի, այն մարդոց, այն քրիստոնյաներուն, որոնք հեշտությամբ հակուստ կփոխեն։ Անցյալին գիտեք, որ մարդիկ այսօրվան մեզ մեր բահարաններում մեզ հազարատ հակուստ չունեին, երկու հակուստ ունեին։ Մեկը կգոչվեր փորձի հակուստ, մեկը կգոչվեր գիրակնորի հակուստ, կամ եկեղեցու հակուստ։ Ճիշտ է։ Սիրելիներ, հետևաբար հստակ է, որ շաբթվա հակուստը ինչ է, փորձի հակուստ է, գիրակնորի հակուստը ամեն մեկը իր հակուստ ուներ։ Նույն ցեվով այսօր մարդիկ կան, որ դժբախտաբար շաբթվա մեջը անհավատ են, հայոյան, գերուխում, խարտախություն, բրձություն, կորձի մեջ, ամեն ինչ, բայց գիրակի օրերում գիրակնորի հավատացյալ է, սուրբի նման է, միան կբաքսի, որ թևերն ալ դուրս ելնե ծծվի և կամաց թրջի։ Այս է դժբախտությունը սիրելիներ, բայց տեսեք Եբրայեցիներու նամակի 4 գլխու 12 և 13 համարներու մեջ Բողոս առաքյալը ինչ կսե։ Աստուծո խոսքի մասին կսե, բայց ես Աստուծո աչքի մասին հասկանում, որովհետև խոսք, աչք, Աստուծո ամեն ինչ նույնն է։ Նայեցեք, Աստուծո խոսքը գտափանցե մարդուս շունչին ու հոգին մեջ մինչև ողն ու ծուծը։ Աստված սիրելիներ գարապետ եղբայր քիչ բծային դրու եղբայրս։ Ամբրիս, և որ բացակային դու միդենես բայբլը ստարում։ Ուրեմն, և Աստուծո խոսքը գտապանցե մարդուս շունչին ու հոգին մեջ մինչև ողն ու ծուծը և գքննե մտածումներն ու սրդին խորհուրդները։ Եվ չգա արարածմը, որ Աստուծո դեսողութենեն վրիբի։ Տեսակ ինչ սավ, չգա արարածմը, որ Աստուծո աչքեն վրիբի։ Անիկա բարձ ու հստակ կտեսնե ամեն ինչ իրենց ամբողջ մերգությամբ և անոր է, որ հաշիվ տա։ Աստված մեզ կտեսնե մեր ամբողջ մերգությամբ և Աստուծո է, որ հաշիվ բիդի տանի։ Սիրելիներ, Աստված իր տադաստանը, և որ Տեր Հիսուս Քրիստոս վերադառնա, իր տադաստանը դուրսեն պիտի չսկսի։ Այլ իր տադաստանը Աստված ուրգե պիտի սկսի իր դունեն, մեզ մե։ Եվ ասեմ ցեզի, Աստված իր տադաստանը պիտի սկսի ինձ մե։ Համացայն եմ գարաբեր եղբայր, կարևորը ինձ մե պիտի սկսի։ Ճիշտ, այո, Աստված ինձ մե պիտի սկսի։ Որովհետև սիրելիներ, ով որ այո, ճիշտ է, ով որ Աստուծո խոսքը բարձրացային խոսի, անիկա ավելի պատասխանատու է Աստծո թիմաց հաշիվ տանի։ Եվ տեսեք ինչ կսե Պետրոս առաքյալը։ Առաջին
Պետրոսի նամակի 4-րդ գլխու 17 եւ 18 համարներու մեջ։ Որովհետեւ արդեն ժամանակն է, որ Թադաստանը սկսի եւ սկսի Աստուծո դունեն։ Աստուծո դունեն, մեզ մեն։ Իսկ եթե առաջին թադվողները մենք պիտի ելանք, ինչ պիտի լա վաղճան անոնց, որոնք Աստուծո ավետարանին չեն հնազանդվի։ Եթե արդարը հազիվ կփրկվի, անհավատն ու մեղավորը ինչ պիտի լա։ Եթե արդարը հազիվ կփրկվի, մեղավորն ու անարդարը ինչ պիտի լա։ Լրջությամբ մտածենք, սիրելի քույրեր եղբայրներ, ճշմարիտ հավատացյալը լանք, գիրակնորյա հավատացյալ չլանք, ինձի համար մի լակ հավատացյալ, ոչ այլ ես սեզի համար լամ հավատացյալ, ճշմարիտ հավատացյալը լանք, վերջ վերջոս սիրելիներ, իրանութիմաց երես պիտի չիջեր մկցնենք, ոչ այլ իրանութ պիտի գվավորենք, որ նայցեք ես ինչա բան գիտեմ, ոչ, որքան մարդ գիտե, անոր թադաբարկությունը առավել ևս է, եւ որ չի կործատրեր, ամենքս Աստուծո թիմաց պիտի գանքնենք, ամենքս, եւ ամենքս ալ հաշի պիտի դանք, սիրելներ, նախքան հաջորդ համարին անցնելս, որ պիտի խոսիմ Աստուծո Թադաստանի մասին, թե ինչ պիտի պատահի, բոլոր անոնց, որոնք իրենց ջարդին վրա, իրենց աջ ցերկին վրա գարնեն թրոշմը, գնիկը այս չար սատանային, հետևյալը ուզեմ շատ կարևոր հարցումը հարցնել ձեզ։ Եթե այդ օրերուն մեկը, մեզմե մեկը, կավլիցի աստված մի առասը, բայց եթե մեզմե մեկը դգարանա, և իր վրա առնե, սատանայի թրոշմը, գնիկ և հետո զղջա իր ռացի համար, արցունք տապե, զղջա աբաշխարե, աստված զինք պիտի ընդունի, պատասխանը միանշանակ այո է, եթե զղջա, անպայման, բայց սիրելներ գարանտի մի ենեք, որ ուրեմն առնենք վերջ ետ կտարնանք, որովհետև մեկը չի գիտեր, որ ինչ պիտի պատահի, չէ՞։ Որովհետև Սուրբ Գիրքի մեջ նաև ուրիշ խոսքեր կան սիրելիներ։ Ծանր խոսքեր կան Եբրայեցիներու նամակի մեջ, որու մասին ուզեմ որ դուք մտածեք, նայեցեք 6-րդ գլուխ 4-ին 6 համարները կկարդամ, այս մեր այոյին հակառակը կսենք ինչ այլոց։ Լսեք ինչ կսենք Առաքյալը։ Անոնք որ անգամը լուսավորվելով մգրտվել է, երկրային բարգևները վայելել է ետ, Սուրբ Հոգին հաղորդակից սառնալ է ետ, Աստուծո փարի խոսքը ջաշակել է եւ հանդերձյալ աշխարհին սկանչելիներու նախաճաշակ արել է ետ, իրենց հավատքը գլքեն, այդպիսիները կարելի չէ երկրորդ անգամ ապաշխարությամբ բերել։ Անկարելի է դիգա, որտեղ այդ ծևով իրենց համար վերստի խաչ կանեն Աստուծո որդին զայն հրաբարագավ խայդարագնել։ Լուրջ հարց է ասիկա, չէ՞։ Շատ լուրջ հարց է։ Բայց կհավատամ սիրելիներ, որ Աստված եթե այս ռեշտակը ղրկեց աստարարելու համար։ Աստարարությունը ուղղված էր որոնց բոլոր մարդոց։ Ճիշտ է։ Եթե ապաշխարող մղա Աստված պիտի չներե, պիտի ները։ Խոսքը Առաքյալին անոր մասին է, որ այս բոլորը ճաշարակել են վերջը, եթե արդեն առիթ չունենա եւ մահը կա, այլևս ապաշխարելու առիթ պիտի ունենա, ոչ, լավ իմացեք։ Ուրեմն ապաշխարություն կա մինչև այն ադեմ, որ այս կյանքը կա, գոյություն ունի, կամ մինչև այն ադեմ, որ մենք շունչ ունենք, մերնել է վերջ, ապաշխարություն չկա։ Մերնել է վերջ ապաշխարություն չկա։ Եվ այս մասին քիչ վերջ ավելի խորում պիտի խոսիմ։ Անցնին 10-րդ համարի բացատրության։ Հիմա
մեկը 9-րդ անցնի, մեկը դա գարտան, որ ամիջապես 10-րդը միասին գարտան։ Ուրեմն երրորդ հրեշտակին չսա, գարտան։ Ով որ գերգրբակե կազանին եւ անոր արցանին, գարտացեք էս։ Գամ ով որ անոր թրոշը գարնի իր ջագադի գամ ցերքին վրա 10-րդ համար։ Անիկա Աստուծո քարդության քինին պիտի խմե։ Այն անխարն քինին, որ լեցվեցա Աստուծո քարդության աշակին մեջ։ Հաջորդ կնա, շարունակությունը այս համարին։ Անիկա պիտի դանչվի գրակով եւ ծծուկով Աստուծո սուրբ հրեշտակներում եւ քարդության դիմաց։ Հիմա այս համարը երկի պիտի բաժնեմ, նախ առաջին մասը սերտենք։ Ուրեմն ով որ իր վրա գարտե կազանին թրոշը, իր ջագադին, իր աջ ցերքի վրա եւ ով որ գերգրբակե կազանին, ով որ անիկա Աստուծո փառության քինին պիտի խմե։ Սիրելիներ, Աստուծո փառության քինին շատ վտանգավոր է։ Մենք 8-րդ համարը եւ որ գսերդեին եւ գխոսեր երկրորդ հրեշտակը որ մեծ Բաբելոնին գա եւ այնտեղ դեսեք ինչ կսեր սիրելիներ Բաբելոնին համար։ Ինգա մեծ Բաբելոնը ան որ իր բորոմության փառք քինիեն արբեցուց բոլոր ժողովուրդները։ Ան որ սիրելիներ Բաբելոնի, այսինքն այս աշխարհի համագարկին որ Աստուծո թեմ է, անոր քինիեն խմե, բիդի խմե, որու քինիեն ակեվերջ, Աստուծո փառության քինին։ Հասկացաք, այսինքն ով որ այս աշխարհի հաջորդները գարնե, ան որ այս աշխարհը գսիրե, վերջը Աստուծո փառության քինին բիդի խմե։ Նայեցեք 5 դագարանի մեջ ձանոտ պատկեր էր Աստուծո փառության քինին բաժագին լեցված ըլլալը։ Մենք իչ առաջի 75-րդ Սամոսը գարտացինք միասին, չէ, 8-րդ համարի մեջ ինչ ասինք, գգարտամ ցեզի, որ իշեք, այդտեղ ասվեցավ, ասավ Սամոսակիրը ասավ, որովհետև դիրոջ ցերքին բաժակ մգա, փառության թունդ քինիով լեցուն, քիչ մեջ մի խոսիմ այս թունդ փարի մասին։ Այդ բաժակին խմել գուտա երկրի բոլոր ամբարիշներում, որոնք զայն պիտի կամեն իր մրուրով միասին։ Այս մրուրին մասին ալ սիրելներ պիտի խոսիմ քիչ մվերջ։ Գամ գգարտամ հոբի կրկի 21-րդ գլխու 20-րդ համարի մեջ, որ Աստված ամենակարողը իր փառության բաժակեն պիտի խմցնի մարդուց։ Գգարտանք Եսայի մարգարեի 51-րդ գլխու 17-րդ համարի մեջ, որ երբ անցյալին Երուսաղեմը, այսինքն հրեա ժողովուրդը անհավատարիմ գտնվեցավ, անիկա Աստված սիրելներ իր փառության բաժակեն խմցուց անոց։ Նաև գգարտանք սիրելիներ 5 դագարանի Երեմիայի մարգարեի մեջ, թե ինչպես օրը Աստված գգանչի իր ոտ Երեմիա մարգարեն եւ իրեն գերգարե Աստված Երեմիա մարգարեին գերգարե բաժակը իր ցերկով եւ դեսեք ինչ կսե գգարտամ 25-րդ գլուխ 15-16 համարներ Աստված ըսավ Երեմիային այս փառության քինի կավատը ցերկես ար ու զանիկա խմցուր այն բոլոր ազգերում որոնց քեզ կդրեն անոնք պիտի խմեն ու խրովին ու անոնց մեջ հրգած սուրիս երեսեն պիտի հիմարանան։ Ինչ կնշանակե Սուրբ Գիրքի մեջ քինի խմել, Աստուծո փառության քինի խմել։ Քինի խմել կնշանակե սիրելներ մասնագից դառնալ։ Ինչի այս պարակային Աստուծո փառության եւ հոգեվոր հայրս կսե թե գամավոր գերբով, թե ագամա գերբով Աստուծո Թադաստանին պատկերացումը հադուցման պատկերացումն է, որ այստեղ գդրվի։ Ով որ դիրոջ բաժակեն չի խմեր, անիկա ըստիված բիդելա դիրոջ թարմության բաժակեն խմել։ Սիրելիներ, հետաքրքրական է այստեղ բզդիկ մանրամասնությունը կա։
Աստուծո փառության բաժակի այդ քինին ինչ տեսակ քինի է։ Ինչ կսե այստեղ նայեցեք։ Անխարն քինի։ Ինչ կնշանակե անխարն քինի։ Այսինքն իր հետը չխառնակված, մեկ խոսքով զուտ քինի, մաքուր քինի, թունդ քինի։ Որովհետև անցյալին մարդիկ քինին հետ ինչ կխառնեին, ջուր, քացախ, կամ զմուս, կամ համեմներ կխառնեին, որպեսզի քինին թունդ լավ ինչ լավ մեղմանար։ Գիշեր, երբ որ Հիսուս խաչվեցավ, Հռոմեացի զինվորները Հիսուսին ինչ հրամցուցին, զմուսով խառնված քինին, որպեսզի Հիսուս խմեր եւ մարմինը թույնա եւ այդ դանչանքները չզգար։ Բայց Հիսուս խմեց, ոչ, ինչու՞։ Որովհետև Հիսուս աշխարհ եկավ, որպեսզի Աստուծո փառության, դարաբանքի բաժակ ամբողջությամբ խմեր, հետևաբար Հիսուս մարդոց կողմէ իրեն դրված այդ զմրսված քինին չխմեց, որպեսզի ամբողջական գիտագիծ սևով եւ ամբողջական ցավերով մեր բոլորին ցավերը առներ եւ մեզի ինչ շնորհեր մեղած թողություն։ Ադոր համար Հիսուս մերժեց։ Գարտացեք Մարգոսի ավետարանի 15-րդ գլուխը 20-րդ համարը այդտեղը պիտի տեսնեք։ Եվ անցյալին սիրելիներ, ուրեմն այսօր իմիջայլված ասեմ, երբ որ դուք խանութներեն կամ քինեգործարաններեն քինի գարնեք, վրան գրված է օրինակ, չգիտեմ, քինի, յետևը բարունակության մեջ գսե, մեջը խառնված է գիրաս, մեջը խառնված է օրինակ նուրի ջուր եւ այլն, այսպես համեմ, սինամոն եւ այլն, դարբեր բաներ։ Այսինքն միայն թունդ քինի չէ, այլ ինչ քինի է, խառնուրդ քինի է, մինչդեռ այստեղ Աստուծո քինին ինչ կգոչվի, անխարն քինի։ Ինչ կնշանակի անխարն քինի, գիտեք, չմոռնաք, ասիկա փառության քինի է։ Կնշանակի, որ այդ ժամանակ Աստված ողորմություն, քթություն պիտի չխառնի արդարության հետ։ Այլ զուտ փառություն պիտի խմցնե անօրեններում։ Որովհետև, ինչպես մենք կգարտանք Ամփագումի քրքի մեջ, 3-րդ գլուխ 2-րդ համար, Ամփագումը Աստծո գսե դեր քու փառությանդ ողորմություն խառնե։ Քու փառությանդ ողորմություն խառնե։ Որովհետև իսկապես սիրելիներ, եթե Աստված իր փառության ողորմություն, քթություն չխառնե, մենք ինչ կնանք։ Կգործվի։ Աստված իր փառության ողորմություն կխառնե, որպեսզի սիրելիներ իր ողորմությամբ խղճա մեզ։ Բայց երբ վերջին պատասխանը կատարվի, այդ ժամանակ Աստված անօրեններուն չզղջացող մարդոց, անոնց որոնք հազանին դիմաց երկրբակեցին, բաշտեցին զայն եւ իրեն ճակատներուն վրա գնի կարին, անոնց խմել պիտի դա ինչ քինին, անխարն քինին, այսինքն թունդ քինին, զորեղ քինին, եւ այդ քինին պիտի խմել, քիչ առաջ կարտացին 75-րդ Սամոսը 8-րդ համարը, այդ քինին պիտի խմել անօրենները մինչև մրուրը, ինչ կնշանակե մինչև մրուրը, թիրդը, մինչև դագի նստվածքը, այլ խոսքով Աստուծո փառությունը ամբողջությամբ պիտի խմե անօրեն մարդը, ամբողջությամբ, որովհետև ընդհանրապես քինին դագի մասը որ նստված ունի, աղոդություն գլա, չէ, չեն խմել, ճիշտ է, ուրեմն այստեղ եւ որ գսե Աստուծո փաժակը, փառության փաժակը մրուրով պիտի խմե, մրուրով, կնշանակի իր թիրդով, իր ամբողջությամբ պիտի խմե, ամբողջ փառությամբ պիտի, ամբողջ փառությունը պիտի թափի անօրեններուն վրա։ Եվ տեսեք սիրելիներ, ինչ կսա այստեղ, այն անխարն քինին, որ լեցվեցավ Աստուծո փառության փաժակի մեջ։ Անշուշտ մեր երևակայությամբ չգործեք, որ Աստված իր ցերքի մեջ փաժակ ունի եւ գաթիլ համբերությունը գրեց։ Աստուծո փաժակը ինչն է։ Իր համբերությունը։
քիչ առաջ խոսքիս սկիզբը որ Աստված երկայնամիտ է, հասումողորն է, շատ երկար գամբեր, շատ երկար։ Աստծո համբերանքին չափ ու սահման չունի։ Երբեմն ընդհանրապես մենք մարդիկը սկսենք որ ինչու համար Աստված չի պատժեր, ինչու համար Աստված գրակ չտապեր այսօր ասիրետներուն կրկուն երբ որ մեր խաչքարերը քեդին գիչեցնեն կամ եկեղեցիներ կբայտ։ Ինչու Աստված համբերով է։ Աստված համբերով։ Եվ օրը գիշեք սիրելիներ ցեզիսի որ Եթե դու պատրաստ եք անգամ, Աստուծո դիմաց կանգնելու հիմա, բայց բանը մտածեցեք ձեր ընտանիքի զավակներու մասին, ձեր ամուսնին, գնոջ, եղբոր, կրոջ, զավակին, թորնիկին, ո՞ր եք պատրաստ են անում։ Լավ, եթե ասենք ասո, դեր հիմա թողոլականուստը, ինչ միլամուստերը, իրի գործը։ Ադորամար սիրելներ Աստված բաբան, ինչ ցույց կուտա, համբերություն եւ Պետրոս Արաքյալ շատ սկանչելի երբով իր նամակի մեջ ինչ կսես սիրելներ երկրորդ Պետրոսի նամակ երրորդ գլուխ գարտամ ցեզի 8 եւ 9 համարները շատ կարեւոր համարներ են սա եւս մի մորնակ սիրելներ որ դիրոջ կով 1 օրը 1000 տարվա մեզ է եւ 1000 տարին 1 օրվա մեզ դերը չուշացներ իր խոստումին կատարումը այնպես ինչպես ոմանք հասկանան ուշացումը Դերը բարձաբես համբերադարություն ցույց կտա ցեզի հանդեպ, որովհետև չուզեր որ ովևէ մեկը գործվի, այլ գուզե որ բոլորն ապաշխարելու արիթ ունենա։ Տեսակ սիրելիներ որ Աստված որքան երկայնամիտ է հասումողորն է։ Բայց հիմա Աստուծո ցերքի փառության բաժակը նաև ինչ կլա գլեց։ Եվ Ինչ կգարցեք սիրելիներ, մարդկությանը սկիզբը մինչև այսօր Աստուծո փառության բաժակը արդեն գրեթե իր ձայնը չի ասած է։ Եվ եթե Աթամ եւ Այեն մինչև ասկե 50-60 տարիներ առաջ Աստուծո փառության բաժակին սիրելիներ քառորդը լեցված էր, այս վերջին 50 տարվա մեջ եւ դերևս այս վերջին տարվա մեջ Աստուծո փառության բաժակը 3 քառորդը լեցված Որտեղ այսօր հագարականոր որ մենք սիրելիներ ունենք Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, հագարականոր որ Տեր եկավ եւ մեր մեղքերուն համար խաչվեցավ, սակայն այսօր ավելի մեղքեր ունենք, քան անցյալին։ Եվ տեսեք Աստուծո բադիժը ինչ պիտի լա, հաջորդ շարունակություն այս 10-րդ համարին, այցեք ինչ կսե։ Անցնին 10-րդ համարի շարունակություն։ Անիկա ուրեմն անոր իր վրա թոշ մգարնի, անոր գերգրպակի չարին եւ այլն, անիկա պիտի դանչվի, ինչով, գրագով եւ ծծումբով, Աստուծո սուրբ հեշտակներուն եւ կանոնի դիմաց։ Նախ առաջին մաս, անիկա պիտի դանչվի գրագով եւ ծծումբով։ 11-րդ Սամոսի 6-րդ համարի մեջ Դավիթ մարգարեն ինքն ալ գսե ամպարիշներուն վրա գրակ ու ծծում պիտի դեղացնի Աստված եւ այրող խորշակը պիտի լա անոնց վերաբահված բաժին։ Սիրելիներ, այս գրակը եւ ծծումը ինչ կարտահայտեն, գիտեք, Աստուծո փառությունը եւ Թադաստանը։ Աստուծո փառությունը եւ Թադաստանն է այս գրակը եւ ծծումը։ Եվ հիշեցեք, Աստված սիրելիներ, Սուրբ Գիրքի մեջ ովևէ մեկ օրինակ դվավ մեզի, որ գրակով եւ ծծումբով այրեց։ Ապրիկ, Սոդոմ Գոմորը։ Սոդոմ Գոմորի վրա Աստված ինչ տապեց։ Գրակ եւ ծծում, գրակով ծծումը գիտեք ինչ է, չէ՞։ Ծծումը թերնակույն, այ թերնակույն սիրելներ, այսպես գրակ է կամ գազ է, որ գայր է, որ գաբույտ կդառնա, գրակ կդառնա։ Եվ հետաքրքրական է, եւ որ Մերգալ ծովում հունկացել էին դարիմը, եւ Սոդոմ Գոմոր այդ շրջաններում մեջ է սիրելներ, հողմը տվա, որ մինչև այսօր այդպես է։ Այո, ճիշտ, ուրեմն սիրելներ Աստված ծծումբով Սոդոմ Գոմորը այրեց, եւ գիտեք պատմությունը, չէ՞ Սոդոմ Գոմորի։ Ծննդոց գիրքի 19-րդ գլուխը գարտացեք,
Գտեսնեք թե ինչպես Աստված Սոդոմ Գոմոր այրեց, ինչու որովհետև անօրենությունները մինչև երկինք հասան։ Բղծուված, միասերականություն, բղծություն, աղդոտություն, ամեն տեսակ անպարոյություն, Աստված զզվեցավ։ Ադորամար երկինքեն ինչ տապեց, գրակ տապեց սիրելիներ։ Հայց։ Սոդոմ Գոմորը Աստված ыրա որբեսի ամբողջ պատմության ընթացքին Սոդոմ Գոմորը որբես ինչը դա մարդոց աչքի դիմաց։ Օրինակ։ Որբեսի մարդիկ ամեն անգամ Սոդոմ նային գետև, Սոդոմ Գոմորը հիշեն եւ զգուշանան ու չկործեն մեր։ Բայց մարդիկ սիրելներ զգուշացան, մարդիկ զգուշանան այսօր նույն մեղքերը չեն գործել, այսօր ոչ միայն նույն մեղքերը գործել, այսօր աշխարհի մեջ այդ մեղքերը սիրելիներ օրենքի գար կգրանցվի, օրենքի գար կանցնի եւ ընդհանրակը ով որ այդ մեղքերուն թեմ կբայկարի, ով որ այդ մեղքերուն թեմ կխոսի, զայն կսպանեն, զայն փանդը գրեդեն, զայն օրենքին դիմաց կտադեն։ Ինչու՞, որովհետև սիրելիներ այսօր ավելի բղծված է, քան անցյալին։ Եվ ադորամար Հիսուս, երբ որ վայ գարտած Խորազինին, Կափառնայումին եւ այլն, այնտեղ խոսք մսավ Սոդոմ Գոմորի մասին։ Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխի 24-րդ համարի մեջ Հիսուսը ասավ. Թադաստանի օրը Սոդոմի բնակիչներուն բադիշը ավելի թեթև վիդելա, քան թե ծերը։ Հիսուս է այսօր, ինքը ով է Հիսուս? Աստված, Աստծո որդի Աստված, շատ ճիշտ, բայց ինքը ով είναι այդ օրը? Թադավորը, չէ։ Ինքը թադավորն է եւ սկիզբեն Եբրի վրային գսե որ այդ օրը, Թադաստանի օրը, երբ որ կամ թադելու աշխարհը, Սոդոմ Գոմորի բնակիչներուն բադիժը ավելի թեթև վիդելա, քան թե ծերը։ Դեսեք սիրելիներ, ինչ բրձալից ժամանակներու մեջ են։ Եվ ինչու պետք է լրջության առնել քրիստոնեական կյանքը, հավատքի կյանքը։ Ոչ թե սիրելիներ այսպես միայն խոսքով է դերի, այլ ամբողջ հոգիով։ Եթե մեկը ների իշխանության օրերուն չբաշտե կազանը եւ չերգրբակի անոր պատկերին, ահավոր ճանչարաններու դանչաններու պիտի ենթարկվի, եսի, այո, նույնիսկ պիտի սպանվի, պիտի չկարողանա նույնիսկ արևդուր ունել, շատ լավ, այո, բայց սիրելիներ, այդ բադիժը երկրի վրա մերին կողմէ ստացվելիք ոչինչ է, ժամանակավոր է, գարդ ժամանակավոր է, մինչև Աստուծո տալիք բադիժը ահավոր է եւ այդ բադիժը ինչ է, հավիտենական է, այս մասին հաջորդ համարի մեջ պիտի խոսենք, հավիտենական է այդ բադիժը սիրելիներ եւ հետեւաբար անոնք որոնք սիրելիներ Թշպախտապար իրենց ժագդի ու թևի վրա առնեն սատանայի ների գնիկը ու բաշտեն զայն գրագով, ձծունքով պիտի դանչվին։ Հիսուս սիրելներ դխոսի անշեչ գրագին մասին, որ դժողքի գրագը, այդ կեհենի գրագը անշեչ գրագ պիտելա։ Գարտացեք Մարգոսի ավետարանի 9-րդ գլխի 44-րդ համարը, Հիսուս զայն գոչե անշեչ գրագ։ Ես գուզեմ սիրելներ այստեղ հոգևոր հորս Զարե Սրբազանին խոսքը գարտալ ցեզի։ Այս գրագը, այս ձծումը նյութական գրագ է, իրական գրագի մասին է, նայեցեք Սրբազանը գսել։ Արդյոք գրագը եւ ձծումը այլաբանական նշանակություն ունին թե իրական։ Գենթալքրեմ որ շատերու մտքի մեջ այս հարցումը կա։ Ասիկա մարմնական դանչանքը պիտի լա թե հոգեգան։ Մեր անդրադարձները մեզ գասնեն այն մտքին, թե դժողքի դանչանքը ներքին զրկանք է։ Աստուծո ներկայությունեն զուրկ ըլլալու դվայդանքը ամենեն ահարգուն է եւ անիկա է որ պիտի ունենան չարին ենթարկվածները։ Ինչս է դուզե Սրբազանը։ Գսե ես կգարձեմ գսե եւ ընդհանրապես գսե եւ որ կգարտամ սուբտիկի մեջ ոչ թե առավելապար պետք է հասկանալ գրագը նյութական իմաստով, այլ զրկանքն է, ինչ են, Աստուծո ներկայութեն են, սիրելիներ, նայեցեք,
ոչ թե դանչանքի ցավն է, որ թժողքին մեջ մարդիկ պիտի ապրին, այլ Աստուծո մեզ զրկված ըլլալն է, որ պիտի ապրին։ Աստուծո մեզ զրկված ըլլալը։ Եվ այդ ժամանակ ահա որ բան պիտի պատահի։ Ինչ։ Սիրելիներ, այս մարդիկը ցավի սիրտ, անոնք որոնք հավիտենական դանչանք պիտի ուղարկվին, գեհեն պիտի ուղարկվին։ Այդտեղ 24 ժամ անշուշտ ժամ գոյություն չունի, 24 ժամ պիտի լան, ողբան, արցունք տապեն, պիտի զղջան, բուրդ ծեծեն, մեղա ասեն, արդյունք պիտի ունեն այդ մեղան, ոչ, այդ է ցավը, որ փոփոխություն պիտի չլա իրենց հավիտենական ճակատագրի մեջ, պիտի չլա փոփոխություն, եւ եղբայրներ եւ քույրեր, գխնդրեմ միայն այս բարի մասի մտածեցեք, հավիտենական, այս կյանքը նայեցեք, գաբրինք 5 տարի, 10 տարի, 50 տարի, 100 տարի, ամենքը սպիտակ մասեր ունենք, երդասարդների մասին չէ խոսքս, բայց սիրելիներ, այս կյանքը շուտ կանցնի, իսկ հավիտենական կյանքը կյանք մնե, որ վերջ չունի վերջ, եւ երևակայեցեք, որ ամեն օր այդ արդյունքներու մեջ եւ մանավանդ զրկված ըլլալը Աստուծո ներկայութենեն, ասիկա արդեն ինչ կլա, գրագի մեզ կումեջը ինչ կլա, գայրեք ես, չէ, հետաքրքրական բան մցեցեմ, երբ որ սխալմը, մեղմը կործած ըլլանք եւ թեր չենք զղջացած, հանկիստ կրնանք մնալ, մեր մեջ ինչ կլա, գրագմը կլա, չէ, գայրե մեզի, գայրե, հանկիստ չենք, սրտ բան գրակ կա մեր մեջը, որտեղ հանկիստ չենք, եւ մանավանդ երևակայեցեք, որ առանցնությամբ լքված ես, Աստված քեզ մեր գրակ դարձած է, որտեղ դու գրակ դարձած ես Աստծո։ Այդ գրակը քեզ գայր է։ Ուրեմն սիրելիներ, երևակայեցեք ասկա հավիտենապես գրտնապատկեցեք եւ մտքով միայն փորձեցեք հասկանալ, որ ինչ կնշանակե այդ վիճակը, այդ վախճանը։ Եվ նույնիսկ եթե գրակ եւ ծծուկ իրականանա, նույնիսկ եթե լա, այստեղ խորհրդանիշ կերպով կներկայացնի, որովհետեւ այդ դանչանքը մեկը չի ապրած, մեզ ապրողներս չէ, մեկը չի ապրած։ Սիրելիներ, ադուր համար մեզի հասկանալի ծևով միան ցույց կտան, գրակը մեկը գամ որ ցեզ մեկ գրակը գամ ծծումբը առնե իր մարմնի մեջ տնե եւ ինք հանգիստ ապրի։ Չկա, գրակը գայր է։ Ուրեմն ցույց կտա որ հավիտենական ուրեմն դանչանքի մեջ մեկը այդ ցավերով պիտի ապրի եւ այդ ցավերը հավոր պիտի լա։ Եվ հետաքրքրական է, այստեղ գտեսնենք այդ դանչանքի վայրը երևելի պիտի լա, որոնց Աստուծո սուրբ հրեշտակներուն եւ քարմուկին։ Այդ խոսքով քարմուկը եւ Աստուծո սուրբ հրեշտակները պիտի տեսնեն դանչվողները։ Իրենց աչքին թիմած պիտի դանչվին անոնք։ Գիտեք ինչ պատկեր է ասիկա։ Խոսքիս սկիզբը որ գայստրը կնստեր ամֆիթեատրին, ամֆիթատրոնին վերևը եւ հազարավոր մարդ կնստեին եւ վերեն գտիդեին որ քրիստոնյաները ինչպես կդանչվեին փերի մեջը, թաշտի մեջը։ Արունցները զիրենք կզգտեին, գդոր գնեին եւ վերեն կծիծաղեին, ճիշտ է։ Հա? Սիրելիներ, պատկերը հիմա շրջված է։ Պատկերը հիմա շրջված է։ Անոնք որոնք վերեն նստած կծաղրեին հիմա իրենք դանչանքի մեջ են, վերեն Աստուծո սուրբերը, սուրբ հրեշտակները գտիդեն։ Հստակ է։ Եվ ասիկա գիտեք ինչ ցույց կտա սիրելիներ, Աստուծո արդար դատաստանը։ Այս կյանքի մեջ նեղություն կրեք, այս կյանքի մեջ սիրելիներ, ծեր հավատքին համար գալացվիք, մի վախնակ։ Գիտեք ինչ կլինի Աստուծո համար։ Գարտամ ցեզի եւ ցերկովը նոտրեք երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջին գլուխ պիտի գարտամ ցեզի 5-ն 10 համարները տեսեք ինչ կսե Պողոս Արաքյալ այս մասին երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջին գլուխ 5-ն 10 համար լավ լսեցեք
Ձեր համբերությունն ու հավատքը ապացույցը պիտի ելան Աստուծո արդար դատաստանին։ Ձեր համբերությունը եւ հավատքը, ասիկա դանչողներուն համար գսե։ Ապացույցը պիտի լա Աստուծո արդար դատաստանին։ Ինչու՞։ Որովհետեւ դուք արժանի պիտի ելաք Աստուծո արքայության, որուն համար այդքան կդանչվեք։ Շատ բարի, ուրախություն ասիկա։ Լավ, հիմա պիտի ասեք, որ զիս դանչողները ինչ պիտի ելան։ Արդար է, Աստուծո համար արդարություն պիտի ելա, ձեզ շարժարողները դանչանքով բաժել, իսկ ձեզի դանչվածներուդ հանգիստ բարգեւել մեզի հետ միասին, երբ մեր Տերը Հիսուս հրեշտակներու իր բանակով երկինքեն հայտնվի։ Անիկա փոցավար գրագով պիտի բաժի անոնք, որոնք կմերժեն Աստված ճաշտալ եւ հնազանդի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Այն օրը այդպիսիները հավիտենական մահվան պիտի բաժվին, զրկվելով Տիրոջ ներկայութենեն եւ անոր փառավոր զորութենեն։ Տեսակ սիրելիներ, ինչ է դանչանքը, Աստուծո փառավոր ներկայութենեն պիտի զրկվեն, երբ անիկա կա իր սուրբերու մեջ փառավորվելու եւ բոլոր իրեն հավատացողներուն հիացումին արարգան ըլլալու։ Սիրելի քույրեր, եղբայրներ, շատ հետաքրքրական է, որ եթե գարտակ բարագանում գիրքեր կան, օրինակ երկրորդ Եզրասի գիրքը կամ Ենովքի գիրքը, այս միտի մասին եւ որ գարտայի այդ բաժինները բարագանում գիրքերում, այնտեղ գսվի, որ այդ ժամանակ երանական կյանքը պիտի մտնեն արդարները եւ անոր թիմացը պիտի ելա քեհենը եւ երանիները արդարները պիտի այդտեղեն տեսնեն քեհենի մեջ ինչպես կային այն մարդիկը, որոնք չարչարեցին զիրենք եւ քեհենի մեջ մարդիկը պիտի տեսնեն երանության մեջ եղողները եւ աղաղակելով պիտի ողորմություն խնդրեն։ Գիշեք Հիսուսի պատմած արագը աղքատ Ղազարոսին արագը Ղուգասու ավետարանի 16-րդ գլուխը գարտացեք։ Հատկապես 20-րդ համարի մեջ տեսանք թե ինչպես մեծարուստը գրակով գայրեր քեհենի մեջ աչքեր բարձրացուց տեսավ աղքատ Ղազարոսը, որ հայր Աբրահամի հետ էր եւ խնդրեց, որ Աբրահամ Ղազարոս խրգե, որ մատը ճուրի մեջ թաթխի եւ իր շրտերուն կսեվոդեւ դակեն գրագեն չորցած էր։ Սիրելիներ, ամենայնտեղս վերաթարնամ, ասեմ, որ անոնք, որոնք այս կյանքի մեջ գնախնդրեն ներին գնիկը առնել, գնախնդրեն այս կյանքի գարջադև հանգստավետ կյանքը, անոնք սիրելիներ հավիտենական թադապարդության պիտի արժանան։ Իսկ անոնք, որոնք այս կյանքի մեջ նեղություն կգրեն, գնախնդրեն այս կյանքի գարջ նեղության ժամանակը, անոնք հավիտենական կյանքի մեջ ինչ պիտի ստանան, երանության կյանքը պիտի ստանան։ Ես այստեղ պիտի թատրեցնեմ, որտեղ 11-րդ համարի մեջ շատ խոսելիքներ ունիմ, հաջորդ շաբաթ կշարունակեմ եւ կավարտեմ այս երրորդ հրեշտակին խոսքերը, որ մինչեւ 10-րդ համարը, հետեւաբար եկող շաբաթ Աստված կյանք տա, 3 շաբաթ կանտիվինք, 11, 12 եւ 13 համարները կսերտենք։ Պիտի տեսնենք սիրելիներ, որ պիտի խոսին ցեզի հավիտենական բարի մասին, թե ինչպես այս չարչարանքները կամ երանությունը արտարվելու բարակային հավիտենական պիտի ելնա։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս բոլորեն ետ մեզի կմնա ինչն է։ Մեզի կմնա ճշմարիտ հավատացյալի կյանքով ապրել։ Սուդի մուդի հավատացյալը սիրելիներ չի կարելի։ Այս կյանքի մեջ կրնամ կալեցնել իրարու վրա, բայց ոչ Աստուծո արչե։ Մարդ չի կրնալ Աստուծո թիմաց կյանքնել եւ ինքզինքը հավատացյալ։ Հիշեցեք, աշխարհի մեջ ամենեն հավատացյալ մարդիկը կամ Աստուծո խոսքը անկիր քիծողները 5 դագարանի բարակային գիտեք ովքեր եղած են։ Փարիսեցիները իսկապես անոնց նախանցախնդրությունը Աստծո խոսքերը գիտնալու անհամեմատելի է, անհամեմատելի։ Բայց Հիսուս զիրենք ինչ կոչեց։ Իժերու ծնկներ, գեղձավորներ,
գեղեցավորներ։ Հետևաբար մենք ասիլներ, նույնիսկ եթե ամեն գիրակի եկեղեցի աջակենք, որ պետք է աջակենք, ամեն գիրակի հաղորդություն առնենք, պետք է անպայման։ Մոն վարենք, խունգ ձխենք, բարեբաշխուն ենք, ձոմ բայենք, բարեկորություն ենք, եւ այլն։ Գրնանք այս բոլորը անել, բայց այս բոլորը անելով սիրելիները, եթե ճշմարիտ քրիստոնյա չենք, մենք կդառնանք պարզապես գեղեցավոր փարիսեցի, ոչ ավելի, ոչ պակաս։ Բայց Աստված ինք մեր սիրտերքի։ Ադորամար եկեք ճշմարիտ հավատացյալ լինենք։ Եկեք սիրելիներ, ոչ թե խոսքով հավատացյալ լինենք, այլ հավատքով։ Եվ գավարտեմ այսօրվա սերտողությունը ցեզի ընթերցելով երկրորդ Գորընթացիներու նամակի 10-րդ գլխու 5-րդ համարը Պողոս Սարակյան գսե քննեցեք դուք ցեզ դեսնելու համար թե նույն հավատքի մեջ կմնաք փորձեցեք դուք ցեզ Քրիստոս Հիսուսի ներկայությունը գսկաք ձեր ներսիտին թե բարձրապես իր անունը կգրեք Հիսուս Քրիստոսի ներկայությունը գսկանք մեր ներսիտին թե բարձրապես իր անունը կգրեք ամեն մեկս մենք մեզի փորձենք քննենք որովհետև սիրելիներ վերջո Աստծո դիմաց միգանք ամեն եկեք խոնարհենք եւ աղոտ բարձրացնենք առ Աստված լուսապացի աղոթենք սիրելիներ մեր իրարու համար մեր աստին համար աշխարհի քրիստոնյաներուն համար որպես մեր ընտանիքներուն համար որպեսզի մեր հավատքի մեջ մաքուր ճշմարիտ լինենք ու երբեք ոչ մեկ բան մեզ մեր հավատքեն չխաբի խոնարհ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբու ամեն Հարերարդ քու սիրովդ նայեք ես երբապատողներուց եւ սուրբ անունը արապանողներուց ամենազոր դեր խաղաղացում մեզ սատանայական բոլոր խորհուրդները եւ աշխարհի եւ ալիքները քու խաղաղության ռեժիմը դրգեվես որովհետեւ մեր ողքինը լավ եւ մեզ անխրոբ բայ օր գիշեր ակունը լավ կյանքից որպես բարեբաշխությամբ եւ արժանավոր երբով քեզ ծառայելով այս կյանքի մեջ որդեր ասիկ ու երկնավոր հավերական ակտիվությանը որը սկիզբից էր պատրաստեցի ու սուրբերու հավատարիմներու եւ անոնց հետ միասին շնորհակալությամբ բարավորել քեզ այ որդի եւ սուրբ ոգի այժմ եւ միշտ եւ ավիդյան սանտելից ամեն
Անուն Հոր եւ Որդվո եւ Որդուին Սրբո, ամեն։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս եղիցի ընձեզ ընդ ամենեսյանը, ամեն։ Աստված ձեզ հետ ամփորձանք ձեր դուներած։